Ահազանգ քաղաքացիներից տարբեր հասարակական կազմակերպություններ ստացել են բողոքներ քաղաքացիներից, որ Veolia ջրընկերությունը ջրաչափերը փոխելուց հետո տուգանել է իրենց։ Քաղաքացիները ստացել են նամակ, որ ջրաչափերի փորձաքննության արդյունքում դրանք եղել են վնասված։ Վերահաշվարկվել է ինչ-որ գումար եւ ներկայացվել քաղաքացուն, որ նա ստիպված պետք է այդ գումարը վճարի։ Ողում անելով հանրային ծառայությունների որոշմանը առաջացնում են պարտավորություն սպառողի համար վճարելու ջրաչափի սխալ աշխատանքի հետևանքով այսպես վնասը 35,000-ից մինչև 200,000։ Ավելին բնակիչներին վախեցնում են անջատումներով մինչև նույն կանոնակարգը սահմանված է, որտեղ իրավունք ունեն զրկեն ջրամատակարարումից։ Բայց բանավոր վախացնում են, որ կանջատեն ընդհանրակարգի կանոնների խախտում։ Բաբկեն Պիպոյանի ձևակերպմամբ Veolia ջրընկերությունը փաստարկ ապացույց էլ չի ներկայացնում վնասված ջրաչափը եղել է հօգուտ թե ի վնաս սպառողի։ Ջրաչափը վնասվել այն փոխելիս թե տեղափոխելիս։ Իրականում լաբորատոր փորձաքննությունը, որը իրականացվում է, տալիս է զուտ տեսական պատասխան մեկ տեսականորեն որ կարող է, այսինքն ոչ թե ապացուցված, եւ երկրորդը, որովհետեւ տեղ չի նշվում թե ջրաչափը երբ վնասվեց։ Այսինքն այդ նույն տրամաբանությամբ ջրաչափը կարող վնասվել փոխելու ընթացքում հենց ջրմուղի աշխատակիցների կողմից։ Այդ նույն տրամաբանությամբ ջրաչափը կարող վնասվել ամփույթ տեղափոխելու ընթացքում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Veolia ջրի բաժանորդն իրավունք ունի մատակարարի ծանուցած պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվարկի սարքի, տվյալ դեպքում ջրաչափի հետ կապված որևէ աշխատանք իրականացնի իր ներկայությամբ։ Մի կողմից ջրմուղն իրեն հարմար ձևով լրացուցիչ պարտավորություն առաջացնում, ուրեմն սպառողների համար, մյուս կողմից հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանում այնպիսի ինքնատակարք էր, որ նման գործունեություն ծավալելը ջրմուղի համար դառնա անխոչնդոտ իրականացնելի գործընթաց։ Մասնագետները հորդորում են սպառողներին նման խնդիրների բախվելիս ապացուցողական նամակ գրել Veolia ջրընկերությանը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ներկա գտնվել ջրաչափը փոխելու գործընթացին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման հետ կապված ստացել է 2316 դիմում բողոք։ Դրանցից 1473-ը բավարարվել է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։